Ողջույն, մարդու ուժը ֆիզիկական կարողությունը չէ, այլ անկոտրում կամքը։ Իհարկե, նպատակիդ հասնելու ճանապարհին բազմաթիվ դեպքեր կարող են լինել հիասթափության, թևաթափության, բայց շատ կարևոր է ուժեղ եւ ամուր կամք դրսևորել եւ առաջ շարժվել։ Այդպիսի մի օրինակի մասին ենք խոսելու, թե ինչպես բժիշկ ուրոլոգ Մարատ Հարությունյանը իր բարդ մասնագիտական աշխատանքը կարողանում է համատեղել եւ զբաղվել ինչպես ընտանիքի հարցերով, հոգսերով, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրայի մշակմամբ եւ ունենալ իր սիրելի հոբի։ Բարև ձեզ բժիշկ, ես ուզում եմ անդրադառնանք, թե ինչպես եք հասցնում ձեր բարդ աշխատանքից հետո ժամանակ տրամադրել եւ այսպիսի գեղեցիկ աշխատանք կատարել, որը ինչպես ֆիզիկական ակտիվություն է, ինչքան գիտենք առողջ ապրելակերպը ոչ միայն առողջ սնվելն է, այլ նաեւ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը եւ սա լավագույն օրինակներից մեկն է։ Շնորհակալություն իմ բանջարանոց գալու համար, այս ամենը լուսաբանելու համար։ Ես միշտ մանկուց սեր եմ ունեցել հողեգործության, այգեգործության նկատմամբ, դեռևս երբ որ գյուղում էինք ապրում, մինչև քաղաք տեղափոխվելը, տատիկս զբաղվում էր այս կուլտուրաներով եւ իմ համար միշտ եղել է սիրելի այս աշխատանքը եւ արդյունքը եղել է շատ ավելի ոգևորիչ։ Բժշկության հետ համատեղել փորձել եմ փետրվար-մարտ ամիսներից, երբ որ մեր կեցությունը ավելի դժվարացավ, լինելով այս բլոկադայի մեջ, տարածքը կար, բայց բավականին անխնամ վիճակում էր, որոշեցի կարճ ժամկետում հողը բացել եւ ընկերներիս հետ միասին փորձեցինք սկսել բանջարանոցի մշակման աշխատանքները եւ մեզ հաջողվեց այսօր ունենալ այս ամենը։ Սա եւ ընկերների օգնությամբ եւ իմ ընտանիքով, կինս, մայրս, երեխաների հետ միասին ամենօրյա ռեժիմով աշխատանքից հետո փորձում ենք միշտ գալ, ամեն օր մտնել այստեղ, ամեն օր տեսնել, մի բան ավելացնել, մի բան մշակել եւ ստացվեց, հաջողվեց մեզ, ունենք այն, ինչ ունենք, տեսնում եք, բավականին արդյունքը լավ է։ Եվ առողջարար է այս ամենը, այս աշխատանքը, եւ հանգստություն է բերում հոգուն, եւ ֆիզիկական առողջություն է բերում, խորտ կտայի, որ լուրջ զբաղվեն այս աշխատանքով, եւ նաեւ սա սիրողական մեծ աշխատանք է։ Ես ունեմ այս նախասիրությունը, որպես սա ինձ հանգստություն է տալիս։ Սա ինձ հոգեվոր հանգստություն է տալիս։ Եվ այն, ինչ որ կատարվում է այստեղ ցանկացած մի շիվ անգամ բարձրանալուց, դուք գիտեք այս տարի շատ բարենպաստ չէ եղանակային պայմանները, երկու անգամ ունեցել ենք կարգտահարություն, թեթև, բայց ունեցել ենք վնասներ բավականին։ Չնայած աշխատանքի արդյունքում նորից վերականգնվել են այս կուլտուրաները եւ այս պահին ունենք ընդհանուր պատրաստի նաեւ արդեն բերք, որ կարող ենք հավաքել եւ մեծ սիրով կցուցադրեմ ձեզ այդ ամենը։ Ես հիանում եմ նախ ինչու, քանի որ սա ձեր հիմնական աշխատանք չի, իհարկե կան դեպքեր, երբ որ մարդիկ զբաղվում են այգեգործությամբ շահույթ հետապնդելու նպատակով։ Սա այն դեպքն է, երբ ունեք դուք եւ ձեր կինը երկուսն էլ բժիշկ եք, երկուսն էլ ունեք բարդ աշխատանք, մեծ ընտանիք, 3 զավակների ծնողներ եք եւ այս ամենը դուք անում եք սիրով։ Եվ դուք հիմա վայելում եք սիրով կատարած աշխատանքի պտուղները եւ ձեր երեխաներին շատ լավ օրինակ եք դուք ինքներդ։ Այստեղ շատ կարևոր է նաև անդրադառնանք, որ ինքներդ եք մշակում եւ առողջ բերք եք ստանալու, որը երեխաների առողջությանն է նպաստում։ Բանջարանոցում եղած բոլորը, ինչ դուք տեսնում եք, սկսած կարտոֆիլից, լոբին, պամիդոր ունենք բավականին արդեն մեծացած, ինչպես նաև այնտեղ մենք ունենք դտմիկներ, կաբաչկիներ, որոնք որ իմ համար նորություն էր։ Ես երբևիցե այդ կուլտուրայով չեմ զբաղվել, չեմ տեսել ինչպես է աճում, ինչ ձևի բերք կտա, բայց հաճելի է այս ամենը տեսնել, արդյունքը պտուղներ է քաղել եւ այո, իմ ընտանիքով միշտ ամենօրյա ռեժիմով մենք գտնվում ենք այստեղ, չնայած ստեղծված բարդ պայմաններին, բայց սա այստեղ գալով մենք ոգեշնչվում ենք, նոր ուժ ենք առնում եւ անընդհատ մտքերի մեջ աշխատանքային ժամերին նույնպես համատեղելով կարողանում ենք նաև այս փոքրիկ այգին մշակել, բանջարանոցը մշակել։ Սա մեր համար շատ ոգևորիչ աշխատանք է եւ շատ ցանկալի աշխատանք։
Մասնագիտությունից ելնելով ես հաճախ եմ ասում, որ միրգ ու բանջարեղեն շատ օգտագործեք։ Ճիշտ է, հիմա այս դժվար պայմաններում բարդ է այդ ամենին հետևելը, բայց բժիշկը իր օրինակով ցույց տվեց, որ անգամ եթե քարքարոտ փոքրիկ հողամաս ունեք, դուք կարող եք մի փոքրիկ ժամանակ տրամադրել եւ ինքներդ ստեղծել եւ ունենալ ձեր մշտապես թարմ միրգն ու բանջարեղենը։ Բերքարատ է այս տարի լոբին։ Մտավախություն կա, որ հաճախակի լոբու օգտագործումը կարող է որևէ ձևով վնասել օրգանիզմին, բայց այսպես ասեմ, այն սեզոնային է, իհարկե շատ 1-2 ամիս ենք օգտագործելու եւ հետագայում արդեն այն չի էլ լինելու։ Մի վախեցեք, թեկուզ ամենօրյա ձևով նրա օգտագործումը որևէ ձևով չի վնասելու։ Ընդհակառակը այն հարուստ է բջջանքով եւ շատ սպիտակուցներով ու վիտամիններով։ Հանգիստ կերեք։ Բժիշկ նկատեցի, որ լոբու երկու տեսակ ունեք, ինչով են իրենք տարբերվում եւ որտեղից եք գտել սերմերը։ Շատ բարի, ասեմ, որ այս տեսակը լոբու, սա մանուշակագույն, կանաչամանուշակագույն գույնի սերմեր էին, հենց ինչպիսին լոբին, այնպես է սերմերն էին, սրանք կարողացել եմ ձեռք բերել, ուրեմն գիտեմ, որ Հադրութի շրջանի Ազող գյուղից է այս սերմերը, մեր աշխատակիցը ինձ ասաց, որ ունեն նման սերմեր, տունը օգտագործում են իրանք եւ ես խնդրեցի եւ մեծ սիրով տրամադրեց ինձ այս սերմերից եւ տեսեք արդյունքը ինքը պահվում է մեր Հադրութի Ազող գյուղից եկած, պահված եւ շարունակական արդեն 2-3 տարի է այդ պատերազմյան շրջանում աճեցնում են եւ ես այս տարի փորձեցի ու տեսեք ինչ լավ բերք ունենք, սա շատ առողջարար է լոբին, սպիտակուցներով հարուստ, պետք չէ վախենալ եւ շատ ուտելուց որևէ խնդիրների առաջ մենք չենք կանգնելու։ Այո, ճիշտ նշեցիք, սա սեզոնային է եւ փառքաստու որ ունենք առատ բերք։ Այո, այսինքն երիկամների համար ծանրաբեռնվածություն չի, եթե չկան հատուկ պաթոլոգիաներ, հատուկ հակասություններ սպիտակուցային սննդի համար, հանգիստ կարող են այո, կարող ենք հանգիստ օգտագործել։ Եվ մի ուրիշ տեսակ նկատեցի, այն ավելի այսպես միագույն է, իրենք սննդարարության հարցում երևի միմյանց չեն զիջում, պարզապես սորտի տարբերությունն է։ Տեսակն է տարբեր, հա։ Այս մի տեսակը, տեսեք ինքը տարբերվում է եւ չափերով եւ գույնով։ Սրանք այս երկու մարգը կոնկրետ այս տեսակի են, սրանք կարող եմ նշել, որ մայրս է բերել, կարծեմ սա պետության կողմից տրված այդ սերմերի մեջ էր մտնում եւ ասեմ, որ բավականին արդյունավետ եւ լավ բերք ունենք եւ չափերով եւ քանակով շատ արդյունավետ է, կարծեմ սրանք եղել են թունախեղտած վիճակում եւ որևիցե հիվանդություն եւ որևիցե այլ խնդիր սնկային մենք չունենք եւ առողջ բերք է տվել այս երկուսը, որը շատ առողջարար է եւ վիտամիններով հարուստ։ Հեռուստադիտողն այսպիսի հարց էր ուղղել, ինչքանով է ճիշտ, իրականություն է թե ոչ, եթե տվյալ միրգը կամ բանջարեղենը նման է մարդու որևէ օրգանին, ուրեմն հենց այդ օրգանին էլ օգտակար է։ Օրինակ ասում են, ընկույզը նման է գլխուղեղի ծալքերին, ուրեմն օգտակար է ուղեղին, լոբու հատիկները նման են իրենք երիկամներին, ուրեմն օգտակար են երիկամին, կամ լոլիկը կտրվածքով նման է սրտի խոռոչներին եւ օգտակար է հենց սրտի աշխատանքին։ Հիմա կխնդրեմ դուք մեկնաբանեք, արդյոք այդպիսի իրականություն կա թե ոչ։ Ճիշտ ասած, շատ լավ, շատ հետաքրքիր հարց է։ Այո, նմանություններ շատ կան, թե լոբու տեսքով, թե բիբարի, թե պոմիդորի տեսքով մեր օրգաններում կան այդպիսի նմանություններ կան, բայց ոչ գրականության մեջ, ոչ որևիցե նյութերի մեջ չեմ տեսել, ապացուցողական բժշկությունը ամենայն դեպս չի ասում, որ այո, դա հենց կոնկրետ այդ ձև է, բայց մարդը կարծես թե ամեն ինչ փորձում է բնությունից ստեղծածը եղածը նմանակի եւ նմանատիպ խոսակցություն կա մեր հանրության մեջ, բայց կարող եմ ասել, որ առհասարակ ամեն ինչն էլ կարևոր է օրգանիզմի համար, նամանավանդ այս տարվա եղանակին եւ այս փուլում մեր կյանքի բոլոր բանջարաբոստանային բարիքներն էլ ամենը իր չափով լարացնում է օրգանիզմի պակասը յուրովի։ Ավելցուկը չի օգտագործում, ավելցուկը դուրս է բերում օրգանիզմից, իսկ այն բոլորը ինչ որ պետք է մեզ իր չափաբաժնով, թե երեխաներին, թե մեծերին, օրգանիզմը իր քանակը վերցնում է ամբողջ եղած բարիքից։ Այո, այստեղ շատ կարևոր մեկ անդրադարձ կատարեմ, որ հաճախակի են ասում, գուցե վիտամիններով հարստացնենք սննդակարգը, նման բան անելու կարիք չկա,
Եթե ձեր օրգանիզմը չունի որևիցե ախտաբանություններ, չունեք հատուկ հակացություններ կամ ցուցումներ ինչ-որ տեսակի սննդամթերք ավելորդ օգտագործելու համար, նման անհանգստություններ մի արեք, կերեք հաճախակի, քիչ քանակությամբ եւ առողջարար սննդամթերք, օրգանիզմը իր գործը անում է շատ ավելի լավ։ Ինչպես տեսնում ենք, բժիշկը մշակել է տարբեր տեսակի կանաչեղեն, լոլիկ, վարունգ, բադրջան, պղպեղ, անգամ եգիպտացորեն, արևածաղիկ։ Եթե ինչ-որ բան էլ չի ստացվել, մաղթում ենք նրան, որ հետագայում չընկճվի եւ ավելի ընդլայնի իր աշխատանքը։ Հիմա մի փոքրիկ անդրադարձ եմ ուզում կատարել նաեւ կարտոֆիլի ու լոլիկի օգտակարությանը։ Հիմա մթերքները շատ դժվար են գտնում, բայց ուզում եմ ինչ ասել։ Եթե ունեք փոքրիկ անգամ հողատարածք, վերկացեք եւ դրա մշակմամբ զբաղվեք։ Այս լոլիկները, որ տեղադրվել է, 2 անգամ կարգտահարության տակ է ընկել, բայց չափաբաժինը ջրի ճիշտ տալով եւ խնամքը ճիշտ պահելով, փխրեցնելով, խորհուրդներ հարցնելով մեծերից, շատ դեպքերում ինչ ճիշտն է ասեմ, տարիքով մեծ հիվանդներից, երբ որ վիրահատել են, հետագայում հետ վիրահատական շրջանում զրուցելով, հատկապես մեր շրջարարչակազմերից, Մարտունուց, Մարտակերտից, իրոք անկեղծ եմ ասում, խոսացրել եմ, ասում եմ, քանի օրում մեկ կարելի է ջրել պոմիդորը, քանի օրում մեկ կարելի է ջրել կարտոֆիլը, լոբին եւ ճիշտ խորհուրդներ են տալիս, ասենք 2 օր մեկ, 2-3 օր մեկ պարտադիր պետք է լոբին ջրես, լոլիկը շատ ջուր սիրող չի, պետք է 4-5 օր մեկ ջրես, նմանատիպ բաներով շատ օգտակար ինձ խորհուրդներ են տալիս մեր հայրենակիցները, մեր պացիենտները։ Լոլիկի մասին ասեմ այն, որ թարգմանաբար նշանակում է ոսկե խնձոր լոլիկը եւ ինքը շատ արդյունավետություն ունի, մեծ քանակությամբ վիտամիններ են մտնում մեջը, վիտամին C-ն, A-ն, հիմնականում B տեսակի վիտամինները, յոդ պարունակող է ինքը մեծ քանակությամբ, ֆտոր պարունակող է, սրանք բոլորը շատ օգտակար են օրգանիզմի համար։ Ցավոք լոլիկը այսօր մեծ դժվարությամբ է գտնվում, հիմնականում գյուղարանքներում է լինում եւ փորձում ենք բերքը դեռևս կա, կանաչ ինքը կա, բայց չգիտեմ շարունակությունը ինչպես կլինի, հույս ունենանք, որ կարմրի այս տեսականին, որ ինձ տվել են, ասել են, որ մեկը կարմիր գույնի է, մեկը դեղին գույնի է, իսկ մեկը վարդագույն է։ Այս տեսակի 3 տեսակի ունեմ, դե տեսնենք, մի 10-15 օրից 20 օրից պետք է որ գույնը արդեն փոխած լինի, ավելի ինքը մեծացած լինի, այդ դեպքում կտեսնենք եւ հույսով եմ համնել կփորձենք, կտեսնենք։ Ուզում եմ մի քիչ այսպես անկեղծանակ ու խորհուրդներ տակ, ինչպես մարդիկ չընկճվեն, ինչպես հասցնեն համատեղեն մի քանի բան։ Ես այս ձև կասեմ, որ այո, շատ հարցեր կան մտածելու, կենտրոնանալու այսօրվա դրությամբ, բայց սա պակաս հարց չի եւ պետք է առաջ նայել ու կենտրոնանալ, որ մի ամիսներ, տարի անց դու պետք է ունենաս արդյունքը եւ միայն այսօրով չպետք է ապրել, պետք է առաջ նայել։ Ես նույն ձև վարվեցի, երբ որ վիճակը ստեղծվեց, բլոկադան եղավ, ասում եմ, հնարավոր է նման վիճակ ստեղծվի, որ մենք կարտոֆիլի խնդիր ունենանք եւ կարելի է այդ մի փոքր տարածքը, որը որ կա, մի քիչ ուժ եռանդ գործադրել, ստեղծել, գցել հողի մեջ եւ արդյունքը կունենանք։ Այսօր շատ շատերը ինձ ասում են, բայց ոնց էր դու այդ ձև մտածում, ոնց կանխազգացիր, թե մտածեցիր, որ կարող է նման հարց լինել եւ ասում եմ, իսկ այսօր պետք է մտածել ձմեռվա մասին։ Եվ այդ նույն տրամաբանությամբ միտք կա, որ հնարավոր է նաեւ այս ներքևի հատվածում, որտեղ կարտոֆիլ է, բերքը հավաքելուց հետո հնարավոր է ջերմոց փոքր մի հատ կառուցել, որ เป զի եւս աշնանային շրջանում թեկուզ ձմռանը կարողանանք որոշակի աշխատանքներ կատարել, որոշակի բերք ստանալու համար։ Այս պահին փորձում ենք կարտոֆիլի թաղի տակ տեսնենք ինչ կա եւ ինչպես նշեցիք, ձեր կինը շատ է ձեզ օգնում։ Այո։ Եվ երևի ամուսնական ջերմ հարաբերություններին դա նույնպես չէ նպաստում է։ Չի խանգարում, որ հաստատ։ Իհարկե, միայն օգնում է։
Ուզում եմ մեկ միֆի անդրադառնալ կարտոֆիլի մասին, իհարկե շատ օգտակար սնունդ է այն, բայց եկեք խուսափենք կարտոֆիլի հյութ պատրաստել եւ խմել առավոտյան սոված փորին, ինչ եթե բուժում ենք գաստրիտը, նման բան գոյություն չունի։ Ընդհանուր առմամբ վատ չի, մեկ թաղի տակ մենք ունեցանք 5 հատ, 6 հատ բավականին արդեն հասունացած կարտոֆիլ, որը որ կարծում եմ բավարար է, դեռևս հասունացման տեղ կա, ինչպես նշեցի ես ուշ եմ այս ամենը կատարել, ապրիլ ամիսներ, ապրիլի վերջ, իսկ կարտոֆիլի ամբողջությամբ բույսի տեղադրումից մինչև բերքահավաքը իր վեգետացիան տեղի ունենում 90 օր եւ դեռ մենք մի 20-25 օր ունենք, բայց տեսեք 7-8 հատ բավականին մեծ չափերի դեղնամանուշակավուն, այս ձև հատուկ սերմեր են, սրանք գոհ եմ, ընդհանուր գոհ եմ, վատ չի, նորմալ է։ Մի 20 օրից ավելի մեծ քանակությամբ կունենանք, ավելի մեծ չափերի կունենանք։ Դուք վառ օրինակն եք նրան, որ մարդ իր մասնագիտական գիտելիքներից բացի կարող է մշտապես ձեռք բերել նոր թարմ գիտելիքներ կիլոմետրներով իր մասնագիտությունից հեռու ոլորտներից։ Սրանք մեկը մյուսին լարացնում են, որովհետև ասեցի, սա նախասիրություն է, հանգստացնում է, հողի հետ գործանելը ընդհանրապես ես համարում եմ շատ հանգիստ, շատ հոգու ներքին խաղաղության համար կարևոր աշխատանք եւ նաեւ երբ որ բերք ես ունենում, դու ուղղակի տեսնում ես քո աշխատանքի, չարչարանքի արդյունքները, ինչպես մեր բուժարորներն են մեզանից հեռանում գոհ ու շնորհակալ, այնպես էլ մենք գոհ ենք, շնորհակալ ենք այս հողից, որում ապրում ենք եւ այսպիսի բերք ենք կարողանում ստանալ։ Ինչպես հասկացանք, մարդը կատարյալ է բնության հետ ներդաշնակության մեջ գտնվելով։ Իհարկե, ինչպես բժիշկը նշեց, հողագործության արդյունքում դու ավելի հոգեպես հանգիստ ես լինում, քո բացասական էներգիան հողը միանգամից վերցնում է եւ քեզ լի էներգիա է տալիս։ Հողի հետ աշխատանքը իհարկե ֆիզիկական ակտիվության ամենավառ օրինակներից մեկն է, բայց իհարկե չափի մեջ։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, բայց սիրեք նաև ձեր օրգանիզմը։ Եթե զգում եք, որ արդեն չափն անցել է, որոշակի ժամանակով դադար տվեք, մի ուրիշ բանով զբաղվեք, այսինքն միշտ ֆիզիկականի, հոգեկանի բալանսը պահպանեք։ Առողջ եղեք։